Դες նախորդ նշել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի Հանրապետությունում բանի պետք չի։ Այս անգամ էլ դատախազության դեմն ենք, որ հասկանան։ Մենք մեր իրավունքների տերն ենք։ Ասում են, քաղ բանտարկյալներ չկա, եւս մեկ անգամ կրկնում։ Ասում են, նայած ոնց եք վերագրում քաղ բանտարկյալ բառը։ Եթե մարդ քաղաքական հայտարարության համար կալանք է կրում, դա քրեական հանցագործ է, ուզում են իմանալ։ Այ մենք խոսում ենք իրավունքներից, մենք խոսում ենք դատարանից, մենք խոսում ենք անկախ դատավորներից, դատախազությունից, բայց ներկա պարագայում զավթված է 94 թվականից զավթվել է Հայաստանի Հանրապետությունը եւ մինչեւ օրս զավթված է։ Վարչապետը ասում է մենք անկախ, ազատ, դեմոկրատական երկիր ենք։ Կանգնում ասում է կառավարությունը ես եմ։ Հələ թող փորձի մեկը իմ որոշումների հետ չհամաձայնվի։ Վերջերս էլ ասեց, որ բողոքի ձայն բարձրացնի կամ բռնության կոչեր անի բանտարկեն։ Մենք բողոքի ձայն, անձամբ ես բողոքի ձայն եմ բարձրացնում, անձամբ ես դիմում եմ իրան, որ դուք վարչապետի աթոռը զբաղեցնող ինչ-որ անհայտ մարդ, դուք իրավունք չունեք լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ ներկա պահին էլի դիմում եմ բոլոր քաղաքական ուժերի։ Բերեք միավորվենք, գեներացնենք հանրային պահանջ եւ հրաժարական պահանջենք Նիկոլ Փաշինյանից։ Գոնե 26 թվականին մենք իմանանք ուր ենք գնում, ինչի համար ենք գնում։ Այս մարդը պրոստը մեր հաշվին տակ սենյակ աճարե, շքախումբ աճարե, այս տղերքին առավոտից իրիկուն տանջելով քաղաքի Երևանի այս ցելից ցենցերն է գնում գալի։ Մեր հաշվին, մեր անձնական փողերով մենք իրան փող ենք տալի, որ նա ծառայի Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին։ Մենք փող չենք տալի, որ մենք իր ձեռը գերի լինենք։ Այ պահանջը դա է։ Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ այդ ամբողջ կառավարության շենքը, դատախազության շենքը, ոստիկանական համակարգը, բանակը պահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ոչ թե իրանք են պահում մեզ, այլ մենք ենք պահում այս համակարգը, որ մենք անվտանգ ապրենք մեր երկրում, մեր տներում։